Բարի երեկո, սիրելի հայրենակիցներ, շնորհակալություն մեր այս իմ առաջարկած ուղիղ եթերում հանդիպմանը մասնակցելու համար, այս պահին ավելի քան 37, գրեթե 40 մարդ դիտում է ուղիղ եթերը։ Ես իհարկե ներողություն եմ խնդրում իմ ոչ եթերային տեսքի համար, պարզապես խնդիրն այն է, որ ընդամենը րոպեներ առաջ եմ մտել աշխատասենյակ, այստեղ բավական ցուրտ է, մի խոսքով պայմանները հարմար չեն, բայց հաշվի առնելով մի շարք անհետաձգելի հարցեր, ավելի նպատակահարմար համարեցի հենց այս պահին ուղիղ եթեր մտնել, որովհետև մի շարք հարցեր կան, մի շարք խնդիրներ կան, որոնց մենք պիտի անդրադառնանք շատ շտապ, շատ համակարգային եւ փորձենք դրանց ճիշտ պատասխանները ստանալ։ Նախ եւ առաջ հիշում եք մի քանի օր առաջ մենք խոսեցինք Արցախին սպառնացող հումանիտար աղետի մասին, խոսեցինք գազի ճգնաժամի մասին, խոսեցինք Հայաստանի Հանրապետության եւ Արցախի առաջնագծում հնարավոր վտանգի մասին, ռազմական վտանգի մասին։ Հիմա կրկին շարունակելով այդ թեման, որպեսզի մեր հայրենակիցների համար թեման հնարավորինս ավելի բաց արծարծվի եւ հնարավորինս ավելի լավ պատկերացնեն, թե ինչի մասին է խոսքը, ինչ վտանգներ կան, ինչ հնարավորություններ կան, աշխարհաքաղաքական տեսանկյունից մենք ինչ խնդիրների առաջ են կանգնած, ինչ հնարավորությունների առաջ են կանգնած ի վերջո, ես փորձեմ որոշ ամենաթարմ նորությունների մասին խոսել եւ դրանց մոտենալ որոշակի վերլուծական տեսանկյունից։ Նախ մենք գիտենք, որ արդեն գրեթե մեկ շաբաթ է Ադրբեջանը պայթեցրել է իր վերահսկողության տակ գտնվող տարածքով անցնող մայր գազատարը, որը բնական գազով էր մատակարարում Արցախի մեր հայրենակիցներին։ Ոչ միայն պայթեցրել է, այլև ականապատել է այդ գազատարի պայթեցված հատվածի շրջակայքը, որպեսզի հնարավորինս ուշ կարողանան մերոնք վերանորոգել։ Ռուսական կողմի պահանջներին, միջնորդություններին Ադրբեջանը տևական ժամանակ բացասական էր արձագանքում, իսկ հիմա եթե անգամ ձևականորեն ներկայացնում է, որ այո համաձայն է, այնուամենայնիվ փաստացի հնարավոր չէ, որովհետև սակրավորները պետք է կարողանան նախ եւ առաջ մաքրազատել տարածքը։ Այսինքն Արցախի մեր հայրենակիցները պետք է լավ իմանան, որ ամենայն հավանականությամբ Արցախ մտնող գազը շուտ չի վերականգնվի։ Կարող է շաբաթ տևել, շաբաթներ տևել, եւ սա հաշվի առնելով մեր հայրենակիցները պետք է որոշակի կենցաղային հարցերի լուծում կարողանան գտնել իրենց համար, իհարկե ոչ միայն քաղաքացիները, բնակիչներն իրենց համար, այլև Արցախի կառավարությունը, եթե Հայաստանը ունի իշխանություն, ապա Հայաստանի իշխանությունը եւս պարտավոր է։ Բայց չսպասելով որևէ նման պետական նախաձեռնության, ես իմ գաղափարակից ընկերների հետ մի քանի օր է մենք նախաձեռնեցինք, իրականացրինք եւ առաջին խմբականակը պրոպան գազի, հեղուկ գազի բալոնները լիցքավորված եւ նաեւ լիցքավորվող էլեկտրական LED լամպերը բավական մեծ քանակությամբ, ավելի կոնկրետ արդեն 92 ընտանիքի համար հասավ Արցախ եւ հիմա մեր ընկերները Արցախում դրանք բաժանում են ըստ անհրաժեշտության առավել շատ կարիք ունեցող մեր հայրենակիցներին, որպես առաջնահերթություն ընտրված են բազմազավակ ընտանիքները եւ նաեւ բնականաբար տեղահանված ընտանիքները։ Շուտով առաջիկա օրերին եւս 100 ընտանիքի համար պրոպան գազի, հեղուկ գազի բալոններ, լիցքավորված բալոններ եւ մնացած լամպերը կհասնեն Արցախ, հիմա դրանք հավաքման ընթացքում են, բայց մենք կարող ենք ասել, որ առաջին խմբականակը այսօր արդեն Արցախում է եւ կրկնում եմ, ըստ առաջնահերթության բաժանվում է մեր հայրենակիցներին։ Եվ ես անհրաժեշտություն եմ համարում նախ եւ առաջ դրա համար շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր այս նախաձեռնությունը իրականացնելու համար կանգնեցին մեր կողքին, ոչ միայն կանգնեցին, այլև գուցե ինձնից եւ իմ ընկերներից շատ գործ արեցին։ Նախ պետք է նշեմ, որ այս նախաձեռնության հեղինակներից մեկը իմ լավ բարեկամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանն է, ով փաստացի
Արցախում է հիմա եւ տեղում է զբաղվում մեր հայրենակիցների սոցիալական հարցերի լուծմամբ։ Նաեւ իմ ընկեր Արշակ Հայրապետյանը, ով եւս իդեպ նշեմ, որ առաջնահերթությունների ընտրությունը կատարվում է Սոֆիա Հովսեփյանի եւ Արշակ Հայրապետյանի կողմից։ Հետևաբար Արցախի մեր հայրենակիցներին պարզապես խնդրում եմ, ով ինչ խնդիր ունի գազի բալոնների հետ կապված, LED լամպերի հետ կապված, դիմեք բացառապես Արշակ Հայրապետյանին եւ Սոֆիա Հովսեփյանին, որովհետեւ նրանք են ընտրություն կատարում։ Կրկնում եմ, առաջնահերթություն տրվում է բազմազավակ ընտանիքներին, ծերեր ունեցող ընտանիքներին, տեղահանված ընտանիքներին եւ հետո միայն հաջորդող ընտանիքներին։ Այս պահի դրությամբ արդեն 92 ընտանիքի համար նախատեսված այդ կենցաղային իրերը Արցախում են, շուտով առաջիկա օրերին երևի 1-2 օրվա ընթացքում եւս 100 ընտանիքի համար կհասնի։ Ես ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել իմ ընկեր Գագիկ Հարությունյանին, ով գիշեր-ցերեկ մասնակցեց այդ ապրանքների հավաքման աշխատանքներին, գիշերը ժամը 11-ից 12-ի ընթացքում տուն չգնաց եւ մասնակցեց այդ ապրանքները բարձելու աշխատանքներին, փաստորեն Գագիկը ինձ հետ բանվորի աշխատանք կատարեց։ Ես ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Արցախի սոցիալական ապահովության հարցերի նախարար, սոցիալնախարար իմ լավ բարեկամ Արմինե Պետրոսյանին, ով նախ իր գաղափարն էր, որպեսզի կարողանանք շուտ տեղ հասցնել, այսինքն մտահոգված է Արցախի մեր հայրենակիցների կենցաղային անվտանգությամբ եւ նաեւ ապահովեց, որպեսզի բեռնատարը անվտանգ ճանապարհին առանց որևէ խնդրի տեղ հասնի։ Միաժամանակ շատ կարևոր է նշել հատկապես այն մարդկանց անունները, ովքեր առավել մեծ աջակցություն ցուցաբերեցին, իհարկե շնորհակալություն նույնիսկ մեկ հատիկ գազի բալոն կամ մեկ հատիկ LED լամպ բերած մեր հայրենակիցներին, բայց ես նշեմ նաև այն մարդկանց անունները, ովքեր մեծաքանակ ապրանքներ բերեցին, հատկապես պետք է շնորհակալություն հայտնեմ Արմինե Հարությունյանին եւ Սաիդա Պողոսյանին, ովքեր մեծ քանակությամբ մի քանի տասնյակ նման ապրանք բերեցին։ Շնորհակալություն պետք է հայտնեմ Թեքեյան մշակութային կենտրոնին, շնորհակալություն պետք է հայտնեմ Արթուր անունով, ցավոք ազգանունը չգիտեմ, մեր հայրենակցին, ով 14 հատ բերեց եւ ես այդպես էլ իրեն չտեսա, բերել թողել էր պահակի մոտ եւ գնացել։ Սա անչափ կարևոր ներդրում է, անչափ կարևոր աշխատանք է։ Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել GG ընկերությանը, որովհետև GG-ն անվարձահայտույց տրամադրեց բեռնատարը, որը ամբողջ ընթացքում գնաց, դուք լավ գիտեք, որ Սյունիքի մարզում հիմա բավական ցուրտ եղանակ է, ձյուն, բուք, բայց GG ընկերությունը կրկնում եմ անվարձահատույց տրամադրեց իր մեքենան, որը գնաց այդ ամեն ինչի միջով անցավ, տարավ մեր հայրենակիցների համար նախատեսված բեռը հասցրեց տեղ եւ վերադարձավ։ Շնորհակալություն Flash ընկերությանը, որը կրկին անվարձահատույց տրամադրեց վառելիք, որպեսզի մենք կարողանանք այդ ապրանքները տեղ հասցնել։ Սա անհրաժեշտ է նշել, որպեսզի մենք իմանանք, թե ովքեր են մեր կողքին կանգնած եւ ինչքան էլ որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ձեռքերը լվանում է Արցախի մեր հայրենակիցներին տեր կանգնելու անչափ կարևոր աշխատանքից, այնուամենայնիվ մեր երկրում մեր հայրենակիցների մեջ շատ կան մարդիկ, կազմակերպություններ, ովքեր ամբողջությամբ նվիրված աշխատում են այս ոլորտում։ Իդեպ մեր հայրենակիցներից լսեցի Արցախում, որ նշում էին, թե Flash ընկերությունը գազաբալոնների լիցքավորումը շատ ավելի թանկ գնով է անում, ես ճշտեցի մեր գործընկերներից, ասացին, որ դա պետական մակարդակով է, այսինքն եթե մեքենան հեղուկ գազով են լիցքավորում մի գին արժի, օրենքով իդեպ պետության կողմից է սահմանված, իսկ եթե բալոն են լիցքավորում, ապա դա բավական ավելի բարձր գին արժի, հարկերի առումով եւս։ Հետևաբար այստեղ մեղավորը ոչ թե Flash ընկերությունն է, այլ նրա վրա դրված հարկերը։ Հիմա անդրադառնանք, շեշտում եմ հարգելի հայրենակիցներ,
նրանք ովքեր առաջին խմբականակից չեն ստանա այդ հեղուկ գազի բալոնները կամ LED լույսերը 1-2 օրվա ընթացքում եւս 100 ընտանիքի համար կլինեն մեր մի շարք հայրենակիցներ արդեն որոշակի գումար են փոխանցել, մի շարք հայրենակիցներ արդեն գնումներ են արել, պարզապես առաջին խմբականակի մեջ չհասցրինք տանել զուտ մեր սահմանափակ հնարավորություններից ելնելով, բայց մենք Արցախի մեր հայրենակիցներին մենակ չենք թողնում, մենք մինչև վերջ պահելու ենք Արցախը հայկական։ Սիրելի հայրենակիցներ, անդրադառնամ մի քանի անչափ կարևոր հարցերի, որոնք ես ստանում եմ բարբերաբար հատկապես Արցախից։ Մասնավորապես սահմանային անվտանգության հետ կապված պարբերաբար ստանում եմ հարցեր, թե արդյոք առաջիկա օրերին պատերազմ է սպառնալու մեզ։ Սիրելի հայրենակիցներ, ես ինչպես նշել եմ, այնպես էլ վերջին 1 տարվա ընթացքում անդադ ասել եմ, լայնածավալ պատերազմ Արցախի առաջնագծում կարող է լինել լայնածավալ պատերազմ բացառապես 2024-25 թվականներին, բայց ոչ ոք անգամ պայծառատեսները չեն կարող ասել, թե 100%-ով այսպես կլինի կամ այնպես կլինի, սակայն հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, որոնցից մեկը նաև Ադրբեջանի բանակի այս պահին դեռևս վերջնականորեն չհամալրված լինելն է, հաշվի առնելով, որ 2020 թվականի պատերազմի ժամանակ Ադրբեջանը եւս իր խոշոր զրահատեխնիկայի ավելի քան 75%-ը կորցրել է եւ դա պետք է վերականգնի, իսկ 1-1.5 տարվա ընթացքում անհնար է նման քանակի վերականգնում անել։ Բացի դրանից, սիրելի հայրենակիցներ, այս պահին Արցախի հանրապետության ռազմական անվտանգությունը պահպանում են ռուս խաղաղապահները, զինված։ Իդեպ հսկայական մի քանի 100 միլիոն դոլարի ռազմական զենք է Արցախում ռուսների կողմից տեղակայվել։ Եթե Ադրբեջանը, սա ուղղում եմ հատկապես Արցախում բնակվող մեր հայրենակիցներին, եթե Ադրբեջանը փորձի հարձակվել, այսինքն զորքով ներխուժել Արցախի մեր կողմից վերահսկվող տարածք, ապա դա կնշանակի հարձակվել ռուսական զորքի վրա։ Ադրբեջանը նման բան անել չի կարող պարզապես, բայց այստեղ ոչ թե պիտի հաշվի առնենք, որ ռուսները մեր սիրուն աչքերի համար, մեր սև աչքերի համար, մեր կապույտ, կանաչ, կարմիր, չգիտեմ, աչքերի համար, ոչ, ռուսները լավ գիտեք, որ ռուսների համար այս տարածաշրջանը անչափ կարևոր նշանակություն ունի, եւ այն պահին, երբ ռուսները հեռացան մեր տարածաշրջանից, ընդամենը մի քանի տարի հետո Ռուսաստանը մեջտեղից կիսվելու է, դառնալ, այսպես մասնատվելու է։ Հետևաբար ռուսները ամեն ինչ կանեն եւ անելու են եւ թույլ չեն տա, որպեսզի իրենք այս տարածաշրջանից դուրս գան։ Տվյալ դեպքում Հայաստանի եւ Ռուսաստանի շահերը այս առումով համընկնում են։ Հետևաբար, սիրելի արցախցիներ, ամեն անգամ երբ դուք ինձ հարց եք տալիս, առաջիկա օրերին պատերազմ սպասվելու է, արդյոք Ադրբեջանը հարձակվելու է։ Ինչ անենք, շատ հաճախ մայրերը, երիտասարդ աղջիկներն են ինձ հարց տալիս, երեխաներին կհասցնենք փախցնել, դուրս հանել։ Նախ, խնդրում եմ ձեզ, երբևէ մի մտածեք Արցախից ձեր երեխաներին հանելու մասին։ Ես միշտ այդ մասին շեշտում եմ, որովհետև դեռևս 90-ականների պատերազմի ժամանակ, երբ մենք շատ ավելի թույլ էինք, Արցախի բնակչությունը իր երեխաներին դուրս չհանեց Արցախից, որպեսզի առաջնագծում կռվող հայ զինվորը արցախցին առաջին հերթին իմանա, որ իր թիկունքում իր երեխան է։ Այդ առումով շատ լավ ինձ մոտ տպավորվել է Կարմիրավանի ջոկատի հրամանատար Յաշա Գարայի, Յակով Գալուստյանի պատմությունը, ում թիկունքում լինելով ջոկատի հրամանատար առաջին հերթին իր ընտանիքին էր պահել մինչև վերջ, որպեսզի ու իր որդիներն էր, կինն էր պատմում, որ ասում է Յակով Գալուստյանը կամ Յաշա Գարան, արցախցիները, հատկապես մարտակերտցիները լավ գիտեն իր լեգենդը այդպես, որ եթե ես իմ ընտանիքին դուրս հանեմ, իմ զինվորները ինչ կմտածեն, եւ ես իմ ընտանիքը պիտի մնա, որպեսզի ես իմ զինվորների հետ ավելի լավ կռվեմ։ Այնպես որ, սիրելի արցախցիներ, խնդրում եմ, հատկապես խոսքս ուղղում եմ մայրերին, մի մտածեք ամեն մի թշնամու կողմից խուճապ տարածելու ժամանակ, մի մտածեք Արցախից փախչելու մասին, մի մտածեք, խնդրում եմ ձեզ, մնացեք Արցախում, ձեր երեխաները պիտի մնան Արցախում, եւ մի մտածեք, թե որ փախչեք,
կապահովեք անվտանգություն։ Չեք ապահովի, այսօր Արցախը շատ ավելի անվտանգ վիճակում է, քան Հայաստանի Հանրապետությունը։ Եվ այդ առումով սահուն անցում կատարեմ Հայաստանի Հանրապետությանը։ Ինձ հարց են տալիս Հայաստանի Հանրապետության մեր մի շարք հայրենակիցներ, ասում են երկու հարց։ Արդյոք վերջին օրերի հայտարարություններից հետո, երբ Ադրբեջանը ինչ-որ սադրիչ հայտարարություններ է անում, 5 պահանջներ է ներկայացրել Հայաստանի արտգործնախարարությանը, կամ մենք տեսնում ենք, որ տեղեկատվական դաշտում ամենատարբեր այսպես սադրիչ կոչեր կամ վերջնագրեր են ներկայացվում, երկու հիմնական հարցեր են ինձ տալիս, ասում են, առաջին, արդյոք Նիկոլ Փաշինյանը կհանձնի Արցախը։ Նախ, ով է Նիկոլ Փաշինյանը, որպեսզի հանձնի կամ չհանձնի Արցախը։ Այսօր Նիկոլ Փաշինյանը, որքան էլ դե յուրե հանդիսանա Հայաստանի Հանրապետության վարչապետ, նա այլևս Արցախի ճակատագիր որոշող չէ։ Նախ եւ առաջ սիրելի արցախցիներ, դուք եք Արցախի ճակատագիրը որոշող։ 1, երկրորդ, Արցախի ճակատագիրը այսօր ավելի շատ կախված է Արցախի իշխանությունների եւ Ռուսաստանի իշխանությունների կամքից։ Հայաստանի Հանրապետության իշխանությունները շատ հաճախ սադրանքի են ենթարկում այսպես կամ շանտաժի են ենթարկում Արցախի իշխանություններին, պնդելով, եթե դուք չկատարեսին կամքը այս, ինչ որ նեղ անձնական փոքր մանր մուներ հարցերում, ես ֆինանսավորում չեմ տա Արցախին։ Այնպես որ իմացեք, ձեր հիմնական միակ կախվածությունը Հայաստանի Հանրապետության քաղաքական ռեժիմից, իշխանության ռեժիմից ֆինանսական է։ Քաղաքական հարցեր, դիվանագիտական որոշումներ Նիկոլ Փաշինյանը Արցախի առումով կայացնել գրեթե իզորու չէ։ Մյուս հարցը, արդյոք Նիկոլ Փաշինյանը կհանձնի անկլավները երբեմնի խորհրդային տարիներին։ Տեսեք, Ադրբեջանի պահանջների մեջ իհարկե այդ այսպես կոչված անկլավները կան, դուք լավ գիտեք, մեկը Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքն է, եւս 5-ը Տավուշի մարզի համայնքներն են։ Բայց իհարկե Ադրբեջանը ունի մեծ ախորժակ, բայց չմոռանանք, որ նախ Ադրբեջանի կողմից գրավված է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզին պատկանող Արցվաշեն բնակավայրը, հետևաբար եթե պիտի ինչ-որ բան հանձնել տալու մասին խոսվի, ապա Արցվաշենը պիտի նախ եւ առաջ մեզ վերադարձվի, բացի դրանից Արցվաշենից շատ ավելի կարևոր մեկ այլ տարածք կա։ Խոսքը Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի դիմաց ավելի քան 1200 հեկտար տարածքի մասին է։ Այդ թվում այնտեղ շատ կարևոր մի բարձունք կա, ադրբեջանցիներն ասում են Օդունդաղ, իրական հայկական պատմական անունը Փայտասար է, խնդրում եմ Փայլասարի հետ չշփոթել, Փայտասար։ Դա մի տարածք է, որտեղից ուղակի, այսպես ասենք, վերահսկողության տակ կարելի է վերցնել Ադրբեջանի այսպես կոչված Թովուզի շրջանը եւ այլն եւ այլն։ Եվ դա հիմա ադրբեջանցիների վերահսկողության տակ է, բայց նույն 1970 թվականի սովետական քարտեզներով դա պատկանում է Հայաստանի Հանրապետությանը։ Եվ հետևաբար, եթե մենք խոսում ենք 70 թվականի, որը անօրինական քարտեզ է, վարչական քարտեզ է, որևէ իրավական հիմք չունի, ապա այդ բարձունքը, այդ հատվածը պիտի մեզ հանձնվի։ Իսկ դա Ադրբեջանի համար շատ ավելի կարևոր ռազմավարական նշանակություն ունի, քան Տավուշի մարզի այդ 5 բնակավայրերը, Արարատի մարզի Տիգրանաշենը վերցրած միասին։ Իհարկե դուք կարող եք պնդել, որ բայց չէ՞ որ Ադրբեջանի համար կարևոր է Հայաստանի Հանրապետության ռազմավարական ճանապարհների վերահսկողությունը։ Այո, ճիշտ եք, բայց մյուս կողմից, եթե Փայտասարի բարձունքը, այսինքն այդ Օդունդաղը, այդ 1200 հեկտարը մեզ վերադարձվի, ապա միանշանակ մենք էլ վերահսկողության տակ ենք վերցնելու Ադրբեջանի հյուսիսային շրջանների տեղաշարժը։ Պատկերացնում եք։ Բացի դրանից Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզից էլի բնակավայրեր կան, որոնց պատկանող մի շարք տարածքներ 90-ականներին Ադրբեջանը գրավել է։ Եվ այս ամենից ելնելով դուք լավ գիտեք, որ ազատագրական շարժումը, որի համահիմնադիրներից մեկը ես եմ, արդեն տևական ժամանակ է, մոտ 10 քանի օր, 15 օր է, ստորագրահավաք է սկսել Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջով, որի հիմքում դրված են այն կարևոր կետերը, որոնք
խաթարում են Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության անվտանգությունը։ Եվ այն մարդիկ, ովքեր գալիս ստորագրում են Նիկոլ Փաշինյանի հեռացման համար, նշվում է, որ մենք չենք արտոնում Նիկոլ Փաշինյանին եւ նրա խունտային, որպեսի բանակցի հակահայկական մի օրակարգի շուրջ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։ Եվ այսպես ես ընթերցեմ այսօր ազատագրական շարժման տարածած հայտարարությունը վերջին օրերի այս ճգնաժամային իրավիճակի վերաբերյալ։ Արդեն մոտ 1 շաբաթ է Ադրբեջանը անընդհատ սադրանքներ է իրականացնում Արցախի խաղաղ բնակավայրերի նկատմամբ, պայթեցրել է Արցախ մտնող գազատարը եւ ականապատել դրա շրջակայքը։ Արցախի եւ Հայաստանի Հանրապետության առաջնագծի երկայնքով թշնամին զորքերի կուտակումներ է անում, սպառնալով հայկական պետականության անվտանգությանը։ Դրան զուգահեռ Ադրբեջանը հայտարարում է Հայաստանի հետ խաղաղության հաստատման նոր 5 նախապայմանների մասին։ Այս ամբողջ սպառնալիքների ֆոնին Հայաստանի քաղաքական իշխանությունը մատնված է անգործության, որի մեջ մենք հանցավոր միտում ենք տեսնում։ 2020-ի պատերազմի ցավոտ օրինակը աչքի առաջ ունենալով ազատագրական շարժումը իր պարտքն է համարում զգուշացնել հայ հանրությանը, որ մենք կանգնած ենք նոր մարտահրավերների առաջ, ինչի մասին հետևողականորեն լռում է Հայաստանի Հանրապետության իշխանությունը։ Ազատագրական շարժումը կարևոր է համարում համազգային ուժերի մոբիլիզացումը եւ ազգային միասնականություն ապահովելը, նոր կորուստներից խուսափելու եւ կրկին դավաճանություն թույլ չտալու համար։ Մենք հայազգին կոչ ենք անում թույլ չտալ հերթական գործարք թշնամու հետ, ինչը հանգեցնելու է նոր տարածքների կորստի եւ նոր զոհերի։ Մենք շարունակում ենք ստորագրահավաքը Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջով հանուն ազգային միասնության եւ հանուն հայկական պետականության։ Սիրելի հայրենակիցներ, այսպիսով եզրափակելով այս կարճ հանդիպումը ուղիղ եթերը, մենք արձանագրում ենք հետևյալը. Հայաստանի Հանրապետության քաղաքական իշխանությունը որևէ կերպ պատասխանատվություն իր վրա չի վերցրել Հայաստանի Հանրապետության եւ Արցախի անվտանգության համար։ Թշնամին սպառնալիքներ է ներկայացնում մեր երկու պետությունների անվտանգությանը։ Հետևաբար մենք պիտի տեղյակ լինենք այդ մասին եւ մեր բոլոր գործողությունները պիտի ուղղված լինեն մեր ազգային պետականության պահպանությանը եւ հզորացմանը։ Եվ միաժամանակ միջանկյալ հիշեմ մեր հայրենակիցներից մեկն էլ այսօր վերջին օրերին հարցեր տալիս, այն ինտերնետով տեսել եք երևի ադրբեջանական տանկային շարասյուներ են գնում գալիս եւ հայերի մոտ էլ որոշակի խուճապ է առաջացել։ Սիրելի հայրենակիցներ, դա 2020 թվականի պատերազմի ժամանակ ադրբեջանական տանկային շարասյան երթ է։ Դա կապ չունի այս օրերի հետ։ Հետևաբար խնդրում եմ խուճապի չմատնվել։ Բայց դա չի նշանակում, որ Ադրբեջանը որոշակի զորքերի կուտակում չի իրականացրել, չի կատարել Գանձակի կամ ինչպես իրենք են ասում Գյանջայի, որը մեր պատմական Գանձակ բնակավայրն է մոտակայքում։ Դա չի նշանակում, որ Ադրբեջանը եւ Թուրքիան զորքերի կուտակում չեն արել Նախիջևանում, բայց այդ ամենը հաշվի առնելով, կրկնում եմ, ամփոփելով, մենք պիտի խուճապի չմատնվենք, սիրելի արցախցիներ, Արցախը չի հանձնվելու Ադրբեջանին, մի խուճապի մատնվեք, մի վախեցեք, Արցախը շարունակելու է մնալ հայկական բանակի, Արցախի պաշտպանության բանակի վերահսկողության տակ եւ ռուս խաղաղապահները շարունակելու են ապահովել արցախցիների անվտանգությունը։ Մինչև մենք մի քիչ ոտքի կկանգնենք, ավելի կուժեղանանք, ազատվենք այս ապազգային իշխանություններից եւ կազատագրենք նաեւ Հադրութը, Շուշին, Խարվաճառը, Քաշաթաղը եւ այլն։ Այնպես որ ուժեղենք, պինդենք, առաջիկա օրերին մեր Արցախի սիրելի հայրենակիցներին մատակարարելու ենք առաջին անհրաժեշտության կենցաղային, ինչպես նշեցի, պրոպան գազի բալոններով լիցքավորված, նաեւ լիցքավորվող LED լամպերով, որպեսզի մեր հայրենակիցները որևէ բանի խնդիր չունենան, կենցաղային խնդիրներ չունենան, երեխաները մթան մեջ չլինեն, ճաշ կարողանան ժամանակին եփել եւ նաեւ իհարկե հասկանում ենք, որ պլիտաների վրա են եփում ճաշը, բայց հաշվի առնելով, որ երբ որ բոլորը հոսանքի էլեկտրականության վրա են
հույսը դնում, ճնշում է լինում էլեկտրացանցի վրա, ինչից է հաճախակի խափանումներ են լինում։ Մենք պիտի միասնաբար ապահովենք Արցախի նաև սոցիալական, կենցաղային եւ էներգետիկ անվտանգությունը։ Այս առումով սիրելի հայրենակիցներ, շարունակեք մասնակցել այս անչափ կարևոր նախաձեռնությանը։ Իդեպ հատկապես կրկնում եմ, դա պետք է, որպեսզի արցախցիները կենցաղային, սոցիալական լուրջ խնդիրներ չունենան, մինչև բնական գազը վերականգնվի։ Սակայն կարևոր է, կրկնում եմ, իմանալ, որ բնական գազը կարող է շուտ չվերականգնվել։ Հետևաբար պետք է պատրաստ լինել որոշակի դժվարությունների։ Մենք հաղթահարել ենք այդ դժվարությունները, միասին էլի կհաղթահարենք։ Այնպես որ լավ եղեք, շնորհակալություն այս ուղիղ եթերին հետևելու համար, առաջիկա օրերին մենք էլի կհանդիպենք։ Առաջ